Անna Ռուբիկյան, դուք ասում եք, որ 26 թվականին մասնակցելու եք ընտրություններին, նախորդ ընտրություններին իշխող ուժը մասնակցեց անվտանգության թեզով, որ անվտանգություն կբերի խաղաղություն կբերի, դա հաջողվել է ձեզ մոտ թե ոչ, եւ այս անգամ ինչպես եք, ինչ թեզով եք մասնակցելու, որովհետեւ ըստ էության գուցե համաձայնեք, որ խաղաղություն չեք կարողացել դեռ լիարժեք բերել։ Դե ինքներդ լավ է որ վերջում նշեցիք լիարժեք բառը, որովհետեւ ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ վերջին տարին իհարկե որոշ բացառություններով, բայց խաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա։ Իհարկե եղել են վերջին օրերին էլ տեսել եք եղել են որոշ իրադարձություններ, բայց ընդհանուր առմամբ կարելի ասել ամենահանգիստ տարիներից մեկն է եղել։ Նաև որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի օր առաջ այն ստորագրվի։ Ինչն է լինելու ընտրություններում մեր թեզը բնականաբար միայն մի թեզ չէ, որ լինելու է կյանքի տարբեր ոլորտներին է վերաբերվելու, բայց մենք շարունակելու ենք իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում շարժվել առաջ եւ առաջարկել մեր քաղաքացիներին այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք։ Փաշինյանի անվստահություն կա հասարակության մոտ, գնահատում եմ, որ Փաշինյանի որևէ խոստում կյանքի չի կոչվել։ Սիրելի գործընկերներ, դա ձեր գնահատականն է։ Ես նույն կերպ հիշում եմ, ոնց էր 2021 թվականից, ոնց էին ձեզնից բոլորը նորից նույն հարցերը տալիս, պնդում, որ քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետը չգիտեմ, չունեն վստահություն, այնտեղ որներ են գելապ կար մի հատ ասում էր Ռոբերտ Քոչյանն է հաղթելու, բայց 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին ժողովուրդը ինչ է իրոք մտածում։ Հիմա 2026 թվականին նույնպես ընտրությունները ցույց կտան, թե ժողովուրդը ինչ է մտածում։ Ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Ձեր բոլոր հարցերին իմ պատասխանը հետեւյալն է 2026 թվականին ժողովուրդը ցույց կտա, թե ինքը ինչ է մտածում, ինչ է ուզում։ Պարոն Ռուբիկյան, Խծաբերդում չէ։